Մարդով կարողացավ խաբեությամբ վաճառել աշխարհի ամենահայտնի հուշարձանը։ Խոսքը պատմության ամենահանճարեղ խաբեբա Վիկտոր Լյուստիգի մասին է, ում խելքն ու հոգեբանական հմտությունները սահմաններ չունեին։ 1925 թվականին Փարիզի Էյֆելյան աշտարակը գտնվում էր սարսափելի վիճակում։ Այն ժանգոտում էր, եւ կառավարությունը հսկայական գումարներ էր ծախսում դրա պահպանման համար։ Կարդալով այս մասին թերթերում, Լյուստիգի գլխում ծնվեց դարի ամենախելահեղ ծրագիրը։ Նա կեղծեց կառավարական փաստաթղթեր եւ Փարիզի ամենաշխեղ հյուրանոցներից մեկում գաղտնի հանդիպման հրավիրեց մետաղի վերամշակմամբ զբաղվող 6 խոշորագույն գործարարների։ Ներկայանով որպես բարձրաստիճան պաշտոնյա, նա համոզեց նրանց, որ կառավարությունը գաղտնի որոշել է ապամոնտաժել աշտարակը եւ 7000 տոննա մետաղը վաճառել աճուրդով։ Լյուստիգը ոչ միայն վաճառեց գոյություն չունեցող մետաղը ամենամիամիտ գործարար Անդրե Պուասոնին, այլև նրանից հսկայական կաշառք շորթեց, մրցույթում հաղթելու համար։ Վերցնելով փողերով լի ճամփրուկը, Լյուստիգը անմիջապես փախավ Վիեննա։ Իսկ խաբված գործարարը այնքան էր ամաչում իր միամտությունից, որ անգամ ոստիկանություն չդիմեց։ Զգալով իր անպատժելիությունը, ամիսներ անց Լյուստիգը վերադարձավ Փարիզ եւ գրեթե նորից վաճառեց աշտարակը մեկ այլ խմբի։ Սակայն այս անգամ գնորդը կասկածեց եւ դիմեց ոստիկանություն։ Լյուստիգը հազիվ հասցրեց փախչել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ շարունակեց իր հանճարեղ խարդախությունները, հասնելով ընդհուպ մինչև կեղծ թղթադրամների տպագրման։ Ի վերջո, նրա բախտը դավաճանեց նրան։ Նա ձերբակալվեց եւ ուղարկվեց լեգենդար Ալկատրազ բանտը, որտեղ էլ կնքեց իր մահկանացուն, հավերժ մնալով պատմության մեջ որպես մարդ, ով վաճառեց Փարիզի սիրտը։